Իսկ ես հիմա ուզում եմ խոսել եղանակի մասին։ Դուք տեսաք արդեն մեր մոտ այսպես անձրևում էր thunderstorm, ուրեմն այդ փոթորիկի նման տեղի ունեցավ, ուրեմն անձրևներ տեղի ունեցավ բոլոր մեր շրջապատում։ Ես freeway-ի վրա էի այսօր, Pasadena-ից պետք է գայի այստեղ, այնպես այսպես ուժեղ անձրև էր տեղի ունենում, անձրևում էր, որ բոլոր մեքենաները մասամբ խելացի էին ժողովուրդը, freeway-ի վրա ավել տանդաղ էին վարում իրենց մեքենաները։ Տեսակ մոտարապես մինչև ժամը 6-ը Գլենդելի այս արևմտյան մասը նաև անձրևներ էր տեղի ունենում, իսկ Ամերիկայում ինչ է տեղի ունենում, որոշ տեղերում փոթորիկ է տեղի ունենում եւ Kansas City, եթե հիմա ցուցադրենք, կտեսնեք քանի օր է արդեն փոթորիկ է տեղի ունենում, այստեղ մարդիկ հավաքված են միտեղ, որ ավել ապահով է, որովհետեւ մտահոգված էին այդտեղ թորնեդո կամ խիստ փոթորիկ, ինչ որ քիչ առաջ տեսակ մեկ սառնարան էր, որ մտեն էին սառնարանի մեջը մեծ ֆրիզեր սառնարան, որ ապահով լինի։ Wichita, Kansas, այստեղ տեսնում եք եղեղ է տեղի ունենում, դժվար շրջները փրկում են մեկ հոգի, որ մեքենայի մեջ մնացել է, կարողանում են այսպես տեսնում եք մեքենայի միջից հանեն ու իրեն փրկեն։ Այսպես քանի օր է շարունակում է։ Հիմա flood alert, 18 միլիոն մարդ այս տարածքներում, Tulsa, Oklahoma, տեսնում եք այնտեղ եւ այդ Oklahoma նահանգն եք տեսնում, նաեւ այն Columbia, այնտեղ տեսնում եք Kansas City, Kansas, Wichita, Kansas, բոլոր դժվար կացության մեջ են այդ տարածքներում ինչ որ տեսնում եք 18 միլիոն խիստ հեղեղ, որոշ տեղերում նաև կարկուտ տեղի ունենում։ Այսպես տեսնում եք տեղի ունեցող փոթորիկ, անձրև եւ վնասները, այսպես տեսնում եք մտեն են սառնարանի մեջ, որպեսզի ապահով լինի ավել։ Միզորի տեսնում եք եւ բոլոր նահանգները մոտարապես այդ կենտրոնական շրջանում Ամերիկայի դժվարկացության մեջ են։ Ես ուզում եմ խոսել մեկ մարդ, որ երեք ձեզ հաղորդեցի, այս անձնավորությունը Եգիպտոսից է, գալիս է այս երկիրը, հետո կարողանում է իրավունքը ստանա, որ աշխատանքի իրավունք ունենա եւ ուրեմն իր վիզան ավարտվել էր, բայց կարողանում է այդպես վերականգնի աշխատանքի մինչև իրեն immigration-ի հարցը լուծել։ Իսկ այս անձնավորությունը այդ ինչ որ տեղի ունենում Գազայում, տեղի ունենում սպանությունը, ինչ որ Իսրայելը ամեն օր հարձակվում է ու տասնյակ մարդու սպանում է, այսպես տարբեր պատճառներով։ 3 ամիսը ուտելիք չեն թույլ տալիս մտնի այդ տարածքը, խիստ հիվանդություն, դժվար կացության մեջ են մարդիկ, 58,000-ի չափ մարդկանց տիակը կտենեն։ Հիմա քանի հարյուրավոր կամ հազարներ մարդիկ ինչ որ փլատակների տակ են մնացել, որովհետև 93%-ը ռմբակոծել է շենքերը, բոլորը տապալել է Իսրայելը եւ դեռ գերիներ կա, որ պահվում է այսպես եւ հիմա բանակցում են Իսրայելի հետ, Համասը ունի իսրայելցի գերիներ, դեռ բանակցությունները շարունակվում է, Իսրայելը ամեն անգամ ինչ որ պիտի կատարվի փոխում է, որովհետեւ մեղադրում են Նաթանյահուին, որովհետեւ եթե ասում են այս գերիների հարցը լուծվի, Նաթանյահուն պետք է լքի կառավարությունը գնայի, դրա համար մեղադրում են իրեն, որ ինչ երկարաձգում է, ինքը մնում է այդ դիրքի մեջ։ Հիմա
այս բերումով, գիտեք, շատեր բարգացած են, որ այս մարդը եկել է Ամերիկա, գնում է Քոլորադո, Բոլդեր Քոլորադոյում հрьяաների այդ աղոթքատեղի է գնում, այդպես եւ աշխատում է իհարկե հրացան առնի, բայց չի կարողանում հրացան առնի ատրճանակ վերցնի, որովհետեւ ստատուս չունի այս երկրում կամ իր այդ իմիգրացիոնի հարցը լուծված չի, որ կարողանա այդտեղ գներ հրացան ատրճանակ, որոշում է, որ կոկտեյլ Մալաթով կամ Մալաթով կոկտեյլը պահի, պատրաստի, ուրեմն 18 այդպես գնում է, որ հրդեհի այդ աղոթքատեղին հрьяաների։ Այսպես ես ուզում եմ ցույց տալ, ձեզ երեք նաև հաղորդեցի, այս անձնավորությունն է, որ բարգացած է եւ այդ տեսնում եք իրեն 5 երեխա ունի եւ կին ունի այստեղ, որ սա նախարարն է, Homeland Security նախարարն է, որ ասում է ծերպականեն են եւ բոլորին այս գիշեր ուզում են վտարեն երկրից, բացի ինքը որ տատի պիտի տրվի, ուրեմն իրենքին ու 5 երեխաները պետք է այս երկրից վտարվեն։ Եկել է 2022-ին Քոլորադո նահանգ եւ թուրիստի վիզայով եկել է, բայց ժամկետը վերջացել է, մնացել է։ Asylum-ի է դիմել, ուրեմն այսպես որպեսզի կարողանա մնա այստեղ եւ դրա համար թույլ էին տվել իրեն մինչեւ որ իր վիճակը հստակվի, ապաստարան է փնտրում այս երկրի վիճակը պատրաստվի։ Եվ այդ բերումով է նախագահ Թրամփի խոսնակը ասում էր ուրեմն Բայդենը մեղավոր է այս հարցում, այս ինչ որ կատարվում է, որովհետեւ չպիտի թողնեին մնար այստեղ, պետք է երկրից վտարեին իրեն։ Այստեղ տեսնում եք ինքը այդ առանց շապիկ անձնավորությունն է, սա այդ եկեղեցին է, որ այս կոկտեյլ Մալաթովի որը այնտեղ հրդեհն է եւ security-ն գալիս է եւ իրեն ծերպակալում է ամենայն դեպս եւ հետո պետք է իրեն դատի տան։ Սոլեյման ազգանունն է այս անձնավորությունը եւ այսպես նաեւ 45 տարեկան է, նաև տեսնում եք ծաղիկներ են տեղադրել նրանց համար, որ վնասվել են եւ այսպես տեսնում եք իրեն այդ անձնավորությունը, որ հետո պիտի դատի տան։ Ոչինչ չի հերքել։ Ինքը ասել է ես եկել եմ, ուզում եմ սպանել կամ հրդեհել այս աղոթատեղին, ուզում եմ սպանել հрьяաներին, որովհետև իրենք սպանում են այդքան երեխաներ, կանայք եւ երեխաների սպանում են Գազայում։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից Իլան Մասկի մասին պիտի խոսեմ, որ այսօր տարօրինակ քննադատում էր մինչ հիմա հարյուրավոր միլիոնավոր դոլար տրամադրել ռիփաբլիկանները ընտրվեն, դրանց մեջ նաև նախագահ Թրամփը, իսկ այսօր բարգացած է Իլան Մասկը երբ վերադառնամ այդ պետք է անդրադառնամ այդ նյութին, իսկ ծրագիրը մեկ office building, մեկ գրասենյակներ վարձու է տրվում այս շենքի մեջ, երկրորդ հարկն է գեղեցիկ office-ները, եթե ցանկություն եք վարձելու, զանգարեք այս հեռախոսահամարին։ Prime Med Pharmacy ովանավորում է ծրագիրը, տեղատոմսեն ցես տվել, բժիշկը ցես տվել է, այս տեղատանը տարեք ձեր տեղերը վերցրեք։ Prime Med Pharmacy 818 6000777 հեռախոսահամարն է։ Գտնվում է Glen-Oaks փողոցի վրա Գլենդելում եւ Highland փողոցի հատման կետում, Highland եւ Glen-Oaks փողոցի հատման կետում եւ եթե զանգարեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ առաջարկում է գալիս է այս ամառը։ Դուք երևի կճամփորդեք Հայաստան։ Ձեզանից մեծ թվով Հայաստան են այցելելու, ամառը այնտեղ անցկացնելու եւ եթե ճամբրուկ եք տանում օթանավով ղրկելու համար, ձեր ասեն 2 ճամբրուկ կարող եք ունենալ, ավել չեք կարող ունենալ։
եւ գնում եք այնտեղ, եթե չափից ավել ծանր է, մեծ գումար պիտի վճարեք, օրինակ մարդ կա 2 սիփոն 3 ճամբրուկ ունի, գնում է այնտեղ եւ գումարը տալիս է, իսկ ավել ամենացածր գնով նախքան գնաք, այդ ձեր ծանրոցը տարեք Երևան shipping եւ օթանավով ղրկեք, մինչեւ դուք գնաք ձեր ծանրոցը այնտեղ է գվերցնեք, շատ ցածր գնով կարող եք այդ գործ անել։ 1 pound-ը ընդամենը $2.99 է։ Նաև եթե դուք մեքենա եք ուզում տեղափոխել Հայաստան, ձեր օգտագործման համար կամ ձեր ազգականների համար, նաև կահկարասիկ ունեք, շկաֆ ունեք, ֆուրնիչերներ ունեք, մահճակալ ունեք, բոլորը կարող եք կրկել Հայաստան, եթե պիտի տեղափոխվեք կամ մեկի համար ուզում եք գնել, նվեր ուղարկեք, բոլոր այդ աշխատանքները շատ ցածր գնով ձեզ համար կտեղափոխեն։ Նաև գումար կարող եք տեղափոխել Հայաստան ամեն օր $100 համար $1 եք վճարում, ոչ միտեղ այսպես բան չկա։ $100-ին $1 վճարեք, 500 կուղարկեք, ընդամենը $5 եք վճարում։ Ուրիշտեղ $100 ղրկեք, $5 պիտի տաք, $100 համար, այստեղ $500 համար $5 եք վճարում, $100 համար $1։ Գտնվում է Lancashire փողոց North Hollywood, Glendale-ում, Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, այստեղ տեսնում եք հասցեները։ Քարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը, Grandview եւ Grandview-ի հատման կետին շատ մոտիկ է, Glenox փողոցի վրա է, տեսնում եք, Glenox փողոց, բայց Grandview փողոցին շատ մոտիկ է, ճաշում եք, ընտրում եք, կարող եք օգտվել իրենց ծառայությունից կվերադառնալ։ Իլան Մասկ Ամերիկայի աշխարհի ավելցուտ ամենահարուստ մարդն է, 424 բիլիոն հարստություն ունի։ Ուրիշ երկրորդ, երրորդ, չորրորդ հարուստները այս երկրի եւ աշխարհի ամենահարուստ մարդիկը 200 բիլիոնի չափ հարստություն ունեն։ Իսկ հիմա Իլան Մասկը բարգացած է, ասում այդ բաջետը գալիք տարվա համար կառավարությունը հիմա խորհրդակցում են եւ քվեարկում են, որ հաջորդ տարի ինչպես պիտի գումարները ծախսեն։ Այդտեղ Իլան Մասկը ասում է, որովհետեւ իրեն նախագահը հանձնարարել էր, որ կրճատումներ կատարի կառավարության ծախսը իջեցնելու համար։ Եվ այդպես աշխատում էր, հիմա հստակ հայտնի չի այդ կրճատումները ինչ որ կատարեցին, աշխատանքից հանեցին հարյուրավոր, հազարավոր մարդիկ, այսինքն ինքը Իլան Մասկին նախագահ հանձնարարել, որ այդ աշխատանք կատարեն, ամենայն դեպս իրենք ասում են 1 բիլիոն, 1 թրիլիոնից, այսինքն 1000 բիլիոնից մինչև 1.5 թրիլիոն, 1500 բիլիոն այդ կրճատումներ են կատարել իրենք։ Իսկ հիմա բաջետը ինչ որ ներկայացրել են, պակաս է ունենալու հաջորդ 10 տարվա համար ինչքան գումարներ պիտի ծախսեն, այդտեղ 3 թրիլիոն պակաս են ունենալու։ Ուրեմն ինքը մտածում է, որ այս կողմից աշխատեն է կրճատումներ կատարի, ծախսերը իջեցնի կառավարության, որտեղ այս երկիրը ավել շատ է ծախսում, քան թե ինչ եկամուտ ունի։ Անընդհատ այս ամեն տարի այս երկիրը պարտք է վերցնում, որպեսզի կարողանա ծախսերը հոգա։ Գիտեք, մեկ ընտանիք կամ որևէ նահանգ իրավունք չունի այդ աշխատանքը անելու։ Հիմա պատկերացրեք կառավարությունը ինչ որ կուզի կանի եւ դրանց մեջ պարտք է վերցնում։ Ուրիշ երկրներից այս երկիրը գումար է պարտք վերցնում, Անգլիայից, պատկերացրեք Գերմանիայից, մարդկանցից, մեծահարուստներից, բանդ ինչ որ հատկացնում են, մարդկանց վաճառում են եւ տոկոս են վճարում։ Ուրեմն եթե դուք այսքան գումար ունեք, մի մասը պիտի տոկոսների վճարեք, վերադարձնեք, ուրեմն ավել քիչ գումար է ձեզ մնում, որ ձեր ընտանիքում։ Ընտանիքը չի կարող ամեն ժամանակ իրեն եկամուտից անընդհատ ավել ծախսի, բայց այս երկիրը 1970-ական թվականներից
ավել է ծախսում գումար, քան թե ինչ եկամուտ ունի։ Եվ հիմա եկել է ասել է գագաթնակետին, որևէ ժամանակ այսքան պարզ չի ունեցել այս երկիրը։ Հիմա այդպես դրա վրա ինքը կարծում էր, որ այդ կրճատումներով կանի մի քիչ կմոտեցնի, ինչ որ եկամուտ ունի երկիրը եւ ինչ որ ծախսում է կմոտեցնի։ Դրա համար հիմա շատ բարկացած է Իլոն Մասկը, գիտեք 130 օր աշխատել է կառավարության հետ, հիմա վերադարձել է իր աշխատանքը ինչ որ Tesla ընկերությունը եւ SpaceX ընկերությունը ղեկավարում էր, անցել է որ շարունակի իր աշխատանքը եւ դրա համար խիստ քննադատում էր, որ այս բաջեթը ինչ որ ներկայացրել են, ներկայացնի տան մեջ անց են կացրել բաջեթը 215 հոգի համաձայնություն են տվել այդ գումարները ծախսելու 214 հոգի դեմ քվեարկեցին այս հարցին, որոնցից բոլոր դեմոկրատները դեմ քվեարկեցին, երկու ռիփաբլիկաններ նաև դեմ քվեարկեցին, բայց ասացի տարբերություն մեկ քվեով այս անցել է։ Այսպես է, որ հիմա ինքը քննադատում է եւ ասում է նրանք որ քվեարկել են այսպես մեծ գումարներ ծախսելու համար հաջորդ ընտրությանը ես իրենց հետ պայքարելու եմ գումարներ եմ ծախսելու ինչ որ նախագահ Թրամփի ընտրության հարյուրավոր միլիոնավոր դոլարներ տրամադրեց որպեսզի Թրամփը նախագահ Թրամփ կարողանա ընտրվի ես հիմա այստեղ ուզում եմ ցուցադրել տեսնում եք այստեղ միշտ գիտեք այս վերջին ժամանակ Թրամփի հետ էր Թրամփի սենյակում էր հիմա ինչ է ասում Իլոն Մասկը ասում է այսպես մեծ այսինքն գումար անհավատալի outrageous զարմանալի ուրեմն այսպես անտեղի ծախսերը այդ Porkfield congressional spending ծախսերը այդ ինչ որ բանաձևը հաստատել են զզվելի գործը ինչ որ կատարելն են ասում է Իլոն Մասկը այս մասին եւ ամոթ նրանք որ այդ քվեարկել են որ այսպես գումարներ ծախսեն ասում է եւ ասացի ինչ որ ասում է ես պայքարելու եմ այդ մարդկանց հետ որ քվեարկեցին այս հարցի վրա բոլոր ռիփաբլիկաններն են ինչ որ քվեարկել են ի շահ ծախսելու սրան ասում է Իլոն Մասկը ներողություն չեմ կարող տանել սրանից ավել այսպես անտանելի ծախս անել անտեղի գումարը այսինքն վատնել սա զզվելի է այսպես է ասում այստեղ տեսնում եք a big winner X-ը Իլոն Մասկը հիմա ասում է ես եւ ասում է որ այս տարբերությունը որ բաջեթի պակասը 2.5 տրիլիոն հետո տեսնում եք զարմանքի նշանն է դրել Ամերիկայի բնակչությանը ծանրաբեռելու է եւ շատ խոշոր պարտք է ունենալու ժողովրդին որտեղ երբ որ կառավարությունը պարտք է վերցնում ժողովրդի պարտքն է այս ընտրյալ մարդիկը կգնան ով է վճարելու ժողովուրդն է վճարում այսպես արտահայտվում է Իլոն Մասկը բարկացած եւ նոյեմբերին միշտ ընտրություններ է լինում այսպես տեսնում եք 2026-ի ասում են նոյեմբերին մյուս տարի ես պետք է հեռացնեմ կամ գործից հանել տամ այն քաղաքագետներին politician-ներին որ Ամերիկայի ժողովրդին դավաճանել են այսպես տեսնում եք բարկացած ասում է Իլոն Մասկը սա ներկայացնի տան խոսնակն է Ջոնսոն անունով որ ինքը նաև այդ հարցը ինքն էր առաջ տանում ասում է Իլոն Մասկը հիմա բարկացած է այսինքն հույս ունի որ հետո ամեն ինչ լավ կլինի նախագահ Թրամփը նաև այս բերումով խոսեց ամենայն դեպս Walmart ընկերությունը Ամերիկայի ամենախոշոր բիզնեսն է Walmart-ը որ աշխարհով մեկ խանութներ ունի
մեզ մոտ ամենամոտիկը Բրբանքում է Walmart-ը, այսպես Walmart-ի նախագահը ասել են մենք որովհետև Չինաստանից ուրիշ երկրներից ապրանք են բերում եւ որովհետև ինչ որ գալիս է այս երկիրը նախագահ հիմա հարկ է պահանջում, tariff պահանջում է, ուրեմն այս ընկերությունը ասել է մենք ապրանքները մերը պետք է գինը բարձրացնենք։ Walmart-ը խանութներից է որ համարվում էր ամենաիժան ապրանքներն ունի։ Օրինակ խաղալիքը երեխայի մարտին 34-97 թերքինը ասում է հիմա պիտի բարձրացնենք 49-97, տեսնում եք այդպես խոշոր տարբերություն է ինչ որ պահանջվում է եւ ուրիշ scratch այս խաղում են այս սկրինի վրա մայիսին $14.97 էր եւ 67%-ով թանկացնելու է Walmart ասել է $24.99 է դարձնելու ինչ որ այստեղ տեսնում եք Walmart-ի նախագահն է ասում է որ որևէ ուրիշ ելք չկա որովհետև հարկերը պիտի վճարենք դա պատճառ է դառնում որ ամեն ինչը թանկանա եւ մենք պետք է գինը բարձրացնենք որտեղ ուրիշ ելք չունենք ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ Շան Դիդիկոմի մասին խոսեմ նրանից հետո Ուկրաինայի մասին խոսեմ Իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում եթե ձեր տանը միջատներ կամ այսինքն վարձու բնակարան եք վարձել հիմա ապարտման կամ առանձնատուն եք վարձել պահարանը բացում եք մրջուն միջատները գնում գալիս են մրջուն կա ձեր տունը մուկ կա ձեր տունը չպիտի այդպես լինի դուք վարձել եք որպես վարձակալ որ բնակելի լինի եթե այդպես է բնակելի չի զանգարեք իրեն հետ խորհրդակցեք դուք ոչինչ չեք վճարելու մինչև ինքը կարողանա ձեզ համար հատուցումը ստանա երբ հատուցումը տվին դուք հետո փաստաբանին վճարում եք նաև եթե որևէ վնասվածքներ եք ունենում գնում եք միտեղ ուրիշի չի այսպես աշխատանք տարել այդտեղ մաքուր բայ կամ փոստ չլինի եւ այլն վայր եք ընկել ամենայն դեպս որևէ վնասվածքներ ավտովթար եք ունենում վնասվել եք Accident-ի ժամանակ զանգահարեք խորհրդակցեք, ասացի դուք ոչինչ չեք վճարելու մինչև հատուցումը ստանաք որևէ այդ վնասվածքների համար։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Բարսեղյանն է հովանավորում եւ Մահտեսյանն է հովանավորում, երկուսն էլ ատամնաբույժներ են, գտնվում են Գլենոքս փողոց եւ Ալիվի ճիշտ հատման կետում, ձեր ատամների խնամտանելու համար պրոթեզ պիտի տեղադրեք մաքրման համար Լինդից արյուն է հոսում, բոլոր այդ խնդիրներով զանգարեք ժամադրություն վեշեք։ Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն 120-150 եւ 300 տարողությամբ։ Եթե հարսանի կնունկ նշանտրեք, հոգի հաց պիտի տակ, զանգարեք։ Նաեւ ամենօրյա ճաշ են առաջարկում 5 հոգու համար։ Մանրամասները ռեկլամում կտեսնեք։ Դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը, եթե աչքերի հետ որևէ հարցեր ունեք, ագնոցի կարիք ունեք, ուզում եք լենզ տեղադրեք, ամեն այդ հարցերով զանգարեք այս հեռախոսի համարին ժամադրության համար կվերադառնա։ Ամերիկայի ամենաճանաչված կարող է մեզ մոտ է այդքան ճանաչված չլինի մեկ երգահան, promoter, ուրիշ երիտասարդների պերերն է ճանաչացրել է, որովհետև ինքը բիլիոնատեր է հիմա, երիտասարդ ժամանակվանից ինքը նաև երգում էր, երգահան է եւ այսպես 55 տարեկան է Շան Դիդիկոմը եւ հիմա մեղադրվում է, որ դրագ է տվել եւ նաև խմիշք դրակ ամեն ինչ տվել է մեծ խումբ է հավաքել բոլորը միասին հարաբերությունը տղամարդ կանայք հարաբերություն ունենան ինքն էլ նաև այդպես եւ նկարել է իրեն ուրախացնում է իրեն աշխատողին բեռնապարել է ուրիշների այսպես հետո գումար է տվել իր ընկերուներից մեկին ես ցույց էի տվել հիմա այնտեղ Լոս Անջելեսում հոթելի մեջ ծեծում է իր ընկերուհին այս ծեծելուց հետո նաև
իր այդ ընկերուհուն ստիպված եղավ 20 միլիոն տա, որ տատեր բացարել, որ տատը ավարտի կա, ամենայն դեպս հիմա ես այստեղ նորություն ինչ որ մեկ շենքի հոթելի մեջի գարդը Լոս Անջելեսի հոթելի մեջ է, իր ընկերուհուն տեսեք վայր է գցում, իրեն քացիով խփում է, ծեծում է, հետո քաշում տանում, հետը վերադարձնում սենյակ։ Դատավարությունը շարունակվում է, այս անձնավորությունը մեծ բադի հոթելի տեսնում եք, իրեն հարց են տալիս, հոթելի security-ն է, եւ ասում է ինքը եկեներ ասում էր, որ կոպին եթե ունես այս վիդեոների, իրեն օգնականը գալիս է, հոթելը գալիս, այս security-ին հարցնում է, եթե վիդեոներ ունեք, ինչ ունեք հոթելի մեջ, իրենք ասում են ունենք, բայց չեն կարող ձեզ հանձնենք հոթելի միջի security։ Եվ ասում է մանեջերի հետ խոս, այսինքն այս անձնավորությունը այդ դատարանում ասում է ես ասացի Շանդիդիկոմի այդ ղերկած անձնավորությունը գնա մեր մանեջերի հետ խոսա։ Ասում է շատ մտահոգված անհանգիստ էին եւ ինքը զանգարում է Շանդիդիկոմը զանգարում է այս անձնավորության security-ին զանգում է որ իր ապական իրեն քրիերը կվնասվի եթե դա բացահայտվի այդ սա տեղի ունեցել 2016 թվին իհարկե հիմա դատավարությունն է որ ընդհանուր ամեն ինչ ունան եւ ասում է եթե կարողանաս այդ վիդեոն վերցնես ինձ տաս գումար կտամ եւ մի այսպես բագի մեջ մի բերում է ծրարի մեջ պատկերացրեք բերում է $100,000 տալիս է որ այդ վիդեոն տան եւ իր չխոսեն եւ իրենք իհարկե այդ Շանդիդիկոմին ասում է սա միակ կոպին է որ քեզ ենք տալիս քանի որ ճշմարտություն չի ունեցել կոպին տվեն են բայց իրենք էլ ունեցել են եւ այսպես ուրեմն գումարը վերցնում են եւ մեկ թուղթ են ստորագրում այսպես տեսնում եք brown paper bag-ի մեջ 100,000 cash տալիս է իրենց որ չխոսեն Շանդիդիկոմին եք տեսնում որ դեռ մնում է բանդ անցյալ տարվանից է որովհետեւ տատախազությունը մտահոգ է սա բիլիոնատեր է եթե ազատ արձակեին ասին որ բեյլ պիտի բերես բնականաբար բեյլը կլինի 2 միլիոն 10 միլիոն 20 միլիոն 50 միլիոն ինքը ունի քթողեր ու մեծ գումարներ ունի քթողեր երևի երկրից կփախչեր դրա համար այն ժամանակվանից մնում է ազատազրկված բանդում է մնում եւ այդպիսով ուզեցել է թաքցնել ուրեմն իր այսպես գիտեք մեծահարուստները ամեն անգամ ինչ որ անում էր մեկը չին բողոքում կամ բողոքում էին ծանոթներ ուներ կարողանում էին այստեղ մեկին դատարանի մեջ երբ որ դատավարությունը տեղի ունենում բարձրանում է ու բղավում է ճիշտ չի ինչ որ դուք այսինքն այս երկիչի դեմ դատարանը կատարում է այսպես կոչում կոռում է դատարանի մեջ որ տեսնում եք security-ին այսինքն դատարանի ոստիկանությունը գալիս են իրեն դուրս են անում ամենայն դեպս ամեն օր դատավարությունը տեղի ունենում եւ մի յուրահատուկ աշխատանք որ դատավոր արեց որ սա էր որ թույլ չտվեց որ ուղակի կամերայով այդ դատավարությունը ցույց տան ամեն բառերը ամեն ինչ ձայնագրված է կարող են ունենան բայց ուղիղ եթեր այսպես չի հեռարձակվում Ես ուզում եմ խոսել հիմա Ուկրաինայի մասին։ Ուկրաինան այս վերջին ժամանակներում ցած ցուցադրեցի 3 որ կարողացել էին այսպես դրոններ, փոքրիկ օդանավներ տանեն, այսինքն սահմանը անցկացնեն Ռուսաստան, հետո այնտեղից այդ դրոններով տարբեր այսպես բազաներ, բեյսեր, զինվորական բեյսերը սկսել հարձակվել, քանի տեղ եւ ռազմօդանավներ, Ռուսաստանի ռազմօդանավներ, որ կարող է երևի որոշ հարյուրավոր միլիոնավոր դոլար մեկն արժի, կարողացան
1 բիլիոնի չափ վնաս հասցնել այդ դրոններով, վնաս հասցնել Ռուսաստանի օդանավներին։ Իսկ հիմա մեկ ուրիշ բան են ծրագրել եւ այդ ասել որ տանում են օվկիանոսի մեջ թոնաներով ռումբ են տեղադրում եւ այն կամուրջը ինչ որ Ռուսաստանից մինչեւ Ղրիմ նոր կամուրջ էր ինչ որ կառուցել էին 2018-ին եւ անցյալում նաեւ վնաս էին հասցրել, պայթեցրել էին կամուրջի մի մասը, հիմա նորից վնաս են հասցնում հենց նույն կամուրջին, որ ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել եւ այսպես տեսնում եք կամուրջն է, որ ռումբը պայթում է եւ կամուրջին վնաս հասցնում, այս կամուրջն է Ղրիմից մինչև Ռուսաստան կամ Ռուսաստանից Ղրիմ միանում է, այսպես տեսնում եք 2500 pounds, պատկերացրեք 1200 կիլո ջրի տակ, սա այն տարածքն է, որ ռուսները կոնտրոլի տակ ունեն, կարողանում են պայթուցիկները տանել, տեղադրել ու այսպես պայթեցնել նորից վնաս հասցնել այդ կամուրջին։ Այսպես տեսնում եք եւ քիչ առաջ, այսինքն երեք նաեւ ասացի օդանավն է ինչ որ կարողանում են դրոնով արձակվել, տեսեք Ռուսաստանի միջից Ռուսաստանի բեյսը խարիսխը հարվածում են, այսպես տեսնում եք տարօրինակ, պատճառը սա է, սա նախագահ Պուտինն է, որ երբ որ կամուրջը վերականգնել էին այցելել էր, սա 2018 թիվն է, որ կամուրջը այն ժամանակ նաև վնաս հասցրին պայթեցնելով մի մասը կամուրջի եւ խանգարել այդ կապը Ռուսաստանի եւ Ղրիմի միջև։ Հիմա նորից նման աշխատանք են ծրագրել։ Բոլորը այս աշխատանք կատարվում է, որպեսզի երբ որ կան բանակցության նստեն, կարողանան Պուտինին համոզեն, որ իրենք էլ կարող են վնաս հասցնեն ռուսներին։ Այդ պատճառով է ասում է, որ այս ձեռնարկում են նման աշխատանքներ Ուկրաինան ձեռնարկում է։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից խոսեմ Մարալագում ինչ տեղի ունեցավ, նրանից հետո Զիբրայի մասին խոսեմ եւ Լատարիա, այս տոմսակեք գնում հույս ունենալով միլիոներ քշահեք, այդ մասին պետք է խոսեմ։ Իսկ ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում ծրագիրը։ Եթե խմիչք պիտի կնեք, այցելեք M&M։ Մինչև $30 եւ եթե առևտուր անեք, $100 առևտուր անեք, 10% զեղչ եք ստանալու։ $100 առևտուր անեք, 10% զեղչ եք ստանում։ $30 10% զեղչ եք ստանալու։ Իսկ EBT քարտ նաեւ իրենք ընդունում են եւ սա նպարատուն է, եթե ուրիշ արկավոր է կարակ, պանիր, խմորեղեններ, թխվածներ կգտնեք M&M Liquor Market-ում։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն գտնվում է Pasadena քաղաքում է գտնվում, 449 South Arroyo Parkway, Pasadena, Ամերիկայի ամենախոշոր տաշնամուրն է սա, հարյուրավոր տաշնամուր կա այնտեղ տեղադրված, տաշնամուր պիտի կնեք կամ վարձեք, այցելեք Hollywood Piano, Pasadena-ում Glendale-ի հարևանության։ Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market նպարատուն է Burbank-ում Glendale-ի հարևանության, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, այցելեք այնտեղ։ Court Furniture հովանավորում է ծրագիրը, Court Furniture-ը գտնում է Myrtle եւ Central փողոցի հատման կետում Glendale-ում։ Իսկ իրենք 100 խանութ ունի Court Furniture-ը, Ամերիկայով մեկ խանութ ունի։ Նաեւ խանութները Orange County-ում Euclid եւ 405 Freeway-ի հատման կետում է գտնվում։ Santa Ana-ում խանութ ունի, New York-ում, San Francisco-ում, Washington-ում։ Ցանկարեք տեսեք որը կլինի ցեզ մոտ կվերադառնա։ 23 տարեկան այս երիտասարդին եք տեսնում եւ սա Mar-a-Lago նախագահ Թրամփը այստեղ բնակվում է եւ ռիզորտ է, որ մարդիկ բարձում են այդտեղ գալիս են, մնում են, ֆենսից այսպես թրջում է, գնում է տարածքի մեջ
ուրեմն այդ ցանցից, ցանցապատից բարձրանում են մյուս կողմը, գնում են ներս։ Իրենց ձերբակալում են այս երիտասարդին, այս 23 տարեկան տղային, եւ ինքը երբ ձերբակալում են, ասում են, որ ինչու է այդպես մտել նախագահի այս ռիզորտը, ուր նաեւ ինքը ապրում է, երբ որ գնում է Ֆլորիդա, իհարկե, նախագահը ընդհանուր առմամբ Վաշինգտոնում է ապրում, բայց եւ այնպես ասում է ինքը եկել է որ Աստվածաշունչը քարոզի։ Նաեւ ցանկությունը հայտնում որ նախագահ Թրամփի թորնիկին հանդիպի, որ այստեղ ես ուզում եմ ցույց տալ իմացես, տեսնում եք այս 23 տարեկան անձնավորությունը, որը հիմա ձերբակալված է եւ այսպես առաջի անգամ չի իր թորնիկին եք տեսնում ծախում նախագահի, ասել է ցանկությունի կա հանդիպելու։ Առաջի անգամ չի որ այդ ցանցը բարձրացել է թրենը այդ տարածքը, տեսնում եք այս ռիզորտն է, նոր տարվան նաեւ New Year's Eve, նոր տարվա գիշեր նաեւ մտեներ այն ժամանակ ձերբակալներին, հետո ասեն վնաս չիացրել, ազատին թողե, բայց հիմա նորից եկել է եւ նույնը կատարել է։ Ես ուզում եմ խոսել մեկ Գերմանիան հիմա հետևում է այսպես investigate է անում մեկ 48 տարեկան անձնավորությանը 2007 թվի մի 3 տարեկան երեխա, որ գնացել էր Պորտուգալ, այդպես եվրոպական երկիրը գնացել էին արձակուրդի, այս 3 տարեկան երեխան կորում է։ Այս գերմանացուն հիմա նորից նայում են, որովհետև շատ մեծ թվով ոչրագործություններ արել, բռնապարերներ, ուրիշ այսպես գողացել է եւ այլն, հիմա մեկ անգամից ուշադրությունը սևեռվել է այս անձնավորության վրա, որպեսզի տեսնեն կխոստովանի, որ այդ երեխան ուր է թե ոչ, տեսնում եք այստեղ փոլիսն է, որ ամեն ինչը նորից փնտրում են այդ տարածքում, այս 3 տարեկան երեխային եք տեսնում, Madeleine McCann, հիմա սա ինչ որ տեսնում եք Պորտուգալ երկիրներ, այս 48 տարեկան անգլիացին է, որ ինքը ասել է, որ ինքը բնավ չգիտի ով է, ինչ է, այդպես է արտահայտվում, հիմա դեռ չեն բացահայտել, որ ինչ է պատճառը, որ գերմանացի investigator-ները, սա գերմանացի իհարկե հետաքրքրվում են իրեն հարցաքննության են ենթարկել։ Ես ուզում եմ խոսել նաև ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ, այնտեղ որոշ տեղեկություն տամ լատրի, տոմսակների մասին եւ զիբրայի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Անդրե Ղարիբյան ձեզ է առաջարկում, եթե bankruptcy ունեք, ուզում եք անել, իրեն հետ խորհրդակցել։ Նաև եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, իր հետ կարող եք խորհրդակցել եւ եթե ավտովթար եք ունենում, այս հեռախոսահամարը ձեզ մոտ ունեցեք, իր հետ խոսեք։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե ոտքի վրա, ոտքի տակ, թաթի վրա, թաթի տակ վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսահամարի։ Գրասենյակները գտնվում են Orange County, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East Glenox փողոց։ Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Սոնաֆե տարիցների կենտրոնը իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն, եթե ցանկանում եք այստեղ գնաք ձեր հասակակիցների հետ զբաղվեք, լավ ժամանց կունենաք։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, ձեզ է առաջարկում Անաշե գիֆտը այս 6 տանակը $9.99 տարբեր գույների մեջ ունեն, սպիտակ, դեղին, կանաչ, ուրիշ գույն է, կարմիր, 6 հատը ընդամենը $9.99 կվերադառնա։ Ես երեկ սկսեցի լատարիայի մասին խոսել, ինչ որ Ամերիկայում տեղի ունենում, լատարիան 1988 թվից այսպես ձևավորվեց։ Իսկ Powerball-ը 1992 թվից սկսվեց
որոշ նահանգներում։ Այս նահանգներն է ինչ որ տեսնում եք, սա 1992 թվին միայն այդ նահանգներն էին, ուրիշ նահանգ չէր մասնակցում։ Այս նահանգները միասին լատարիային վաճառում ու նվերներ էին տալիս։ Ապագայում այս կարմիրով ինչ որ տեսնում եք ավելացան 1994, 95-ին եւ 96-ին, այստեղ տեսնում եք երեք ասացի այս նահանգները ավելացան, հետո բարբերաբար նորից նահանգներ ավելացան 2001 Քոլորադո եւ ուրիշ նահանգներ, այսպես տեսնում եք, մինչեւ 2009 թիվը այսպես եւ վերջավորությանը այդ թվերից 10-ից հետո նաեւ Կալիֆոռնիան միացավ, տեսնում եք այնտեղ նախապես Կալիֆոռնիան չկար։ Երեք նահանգներ, երեք ասացի, Ջորջիան նախապես կար, հանեցին, ասացին չեն ուզում այդտեղ գումարներով զբաղվեն, ժողովուրդը այսպես տեսնում եք Նևադան այն վերջավորություն, Նևադան ինքը կազինոներ ունի, չէր ուզում լատարիան այդտեղ գումար սկսեր եւ նաեւ Յութա կրոնական պատճառով չունեն։ Իսկ հիմա ես ուզում եմ ցույց տալ, տեսնեք ինչ որ ցեզ ասացի 1900 այսպես տեսնում եք ջակփաթը երբ որ Powerball-ով սկսվեց, այս ջակփաթը Powerball-ը 292 միլիոն բախտը մեկ հոգի տանում է 292 միլիոն մարդու մեջ միայն մեկ հոգին է տանում։ Powerball-ը 5 նոմերներ ունի եւ վերջի համարը կարմիրը ունի, ուրեմն այն 5 նոմերը եթե անձը կարող է ասել, նա նաեւ գումար է ստանում։ Հիմա նոմերները 1-ից 69 է Powerball-ի, այստեղ այսինքն նոմերները սպիտակները, Powerball-ը ինքը 1-ից 26 համար ունի, կարմիրը 1-ից 26 համար ունի, մնացածը 1-ից 69։ Հետո առաջարկեցին նոր խաղ, մեգա ջակփաթը առաջարկեցին, որտեղ մի քիչ ավել էր, տեսնում եք այստեղ 1-ից 69 էր, դժվարացրին, որ հեշտ չկարողանան տանեն գումարը ավել մեծանա, կուտակվի մեծ լինի, 1-ից 70-ի մեջ սպիտակները համար են քաշում, իսկ մյուս այս գնդակը կարմիր գնդակը կամ Powerball-ը 1-ից 25 համար էր պարունակում, այստեղ 1-ից 26 էր։ Այսպես տարօրինակ ձևավորեցին եւ հաջողեր 302 միլիոն մարդու մեջ բախտը մեկ հոգի, տեսնում եք ավել դժվար էր մեգան տանելը, քան թե Powerball-ը այնտեղ տեսնում եք։ Հիմա այսպես մեգան հիմա ապրիլ 5-ից ձևը փոխել են։ Մեգան $2 դարձրել են $5, եթե տոմսակ վերցնում եք ապրիլից արդեն $5 է դարձել, սպիտակը 1-ից 69 է, ինչպես մյուսն էր, Powerball-ի նման, եւ կարմիր գնդակը 1-ից 26, ճիշտ սրան նման են դարձրել, 1-ից 26 համարը կա, ասացի ապրիլի 5-ից սկսվել է։ Իսկ ուրիշ թիքետներ նաեւ այս գումարները ինչ որ հաղթում են, տեսնում եք, եթե մեկը կարողանա այստեղ 5 հատը ճիշտ, այսինքն նոմերները ունենա 1 միլիոն մոտարապես գումար էր ստանում։ Իսկ եթե 1 միլիոն անձը ստանում էր, եթե 5 հատը սպիտակը ունենար եւ որևէ օրդերի մեջ մեգամիլիոնը տեսնում եք այսպես ունի 5-ի մեջ, որ ընդհանուր ուրեմն տեսնում եք մեգա եւ Powerball-ը հիմա իրենց տարբեր ձևով ներկայացրել են, հետաքրքրությունը ստեղծեն եւ մեգան շատ դժվար էր հաղթելը, ուրեմն կինը $2-ից $5 են բարձրացրել, բայց բախտը որ անձը շահի ավել շատ է լինելու։ Ես ուզում եմ հիմա համեմատություն ասացի, պատկերացրեք մոտարապես Powerball-ը լինի կամ մեգան, բախտը մեկ հոգի կարողա ճիշտ գուշակի 300 միլիոն մարդու մեջ, տեսեք ինչի մասը, այսինքն
Ամերիկայում, եթե տոմսակ են գնում, մեկ հոգի կարող է այդ բախտավորը լինի, որ ամեն անգամ երբ որ 0-ից սկսում են 50 միլիոն տրամադրում են, հետո բարձրանում է, տեսնում եք ամենամեծը 2.1 բիլիոն էր, որ անձը հաղթեց Ալթադինայում մեր արևելքում բնակվող մեկ անձնավորություն էր։ Հիմա անցնում ենք առաջ, ես ուզում եմ համեմատել ինչքան բախտը կա, որ դուք հաղթեք։ Հիմա ամենավերջում, եթե մոտեցնենք, այստեղ տեսնում եք 240,000-ի մեջ մեկ հոգի ստանում է, որ եթե scratcher, դա որ մաքրում եք նոմերները հանում եք, scratch եք անում, մաքրում եք, ուրեմն 240,000-ի մեջ մեկ հոգի հաղթում է, այնտեղ 300 միլիոնի մեջ է, բայց նվերը 5,000 է, այնտեղ կարող է 1 բիլիոն լինի, կարող է 500 միլիոն լինի, այսպես տեսնում եք։ Իսկ firework գնում եք հրավառություն է լինում Ջուլայի 4-ին եւ այլն, երբ այդ հրավառությունը լինում է, մեկ հոգի 340,000 մարդ որ գնում է տեսնելու տարբեր տեղերում Ամերիկա, մեկ հոգի այս հրավառության ժամանակ վնաս է հասնում իրան, այսպես տեսնում եք, տեսեք, ուրեմն բախտը, որ դուք գնաք հրավառություն, այդքան է ինչ որ դուք կարողանաք անգամ scratch-ը, այդ որ կարողանաք այդ մաքրվողը գնեք։ Մյուսը ասացի, որևէ բախտ չունի անձը, իսկ եթե մեկը, որ տեսնում եք այստեղ, ամաչոր կամ մեկ որ բնավ խաղը նաև չգիտի, եթե գոլֆ խաղա, 12,500 անգամ եթե շթի, մեկ անգամ ինքը գոլ է անելու, տեսեք, դուք չեք խաղացել, բախտ ունեք, որ կարողանաք մեկ անգամ գոլը խփեք, քանի որ տեսնում եք նրանք 100,000-ավոր, տեսեք ինչքան ավել դժվար կարող է պատահի։ Իսկ այստեղ տեսնում եք կայծակից ամեն 10,000 մարդուց, եթե կայծակը հարվածում է, մեկ հոգի կարող է վնասվի։ Այսինքն անձը ավել շատ բախտ ունի, որ կայծակի բերումով 80 տարվա մեջ իր կյանքի ժամանակահատվածում կայծակը իրեն վնասի, որից ընդամենը 10%, այսինքն տեսնում եք 10,000 մարդուց մեկը վնասվում է, այդ մեկից 10%, կարծեք հիմա եթե 100,000 լիներ, կլներ 10 հոգի, այդ 10 հոգուց մեկը կարող է մահանա կայծակից, տեսեք ինչքան բախտը շատ է, որ մեկը կայծակից վնաս հասնի, քան թե թիքետ կարողանա այս լատարյան հաղթի։ Եվ օդանավով ճամփորդելը, 5051 հոգուց, որ ճամփորդում են օդանավով, կարող է մեկ հոգի մահանա, տեսնում եք այսպես, ուրեմն բախտը ավել շատ է, որ մենք օդանավով ճամփորդենք, մահանանք, քան թե թիքետ գնենք եւ հաղթենք։ Եվ վերջավորությունը 84 ակսիդենտից մեկ հոգին մահանում է, car accident, 84 հատ ակսիդենտ, եթե տեղի ունենում, մեքենայի ավտովթար է տեղի ունենում, մեկը մահանում է։ Հիմա մտածեք 300-ից ցույց տվի 300 միլիոն մարդուց մեկ հոգի լատարյան է տանում։ Ուրեմն ավել բախտը շատ է, որ անձը մահանա, քան թե լատարյա տանի։ Ես ուզում եմ արագորեն ձեզ մի նյութ ցուցադրել այստեղ զիբրա ցույց տամ Թենեսիում։ Այս զիբրան գալիս է փողոցի մեջ, այսպես գնում է, հետևում են իրեն, որ գտնեն, չեն կարողանում գտնեն, ամեն անգամ միտեղ Երևան է գալիս, հետո փախուստ է տալիս ու իրեն Թենեսի նահանգում հիմա փնտրում են, որ գտնեն, տեսնեն ուր է գտնվում, որովհետև մեքենաների զոհը չկնա։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։